Ժողովուրդ ջան, ես վերջապես որոշել եմ բնակարան գնել։ Հիմա ինչքան պետքա վարձով ապրեմ, հեն այդ վարձի գումարով հիպոթեկը կմարեմ։ Ու ես որոշել եմ բոլոր շենքերով գնամ, որոնք որ ինձ հետաքրքիր են, ու այդ շենքերի մասին հոլովակներ նկարեմ, որովհետև իմ հետևորդների մեջ էլ կան մարդիկ, ովքեր հետաքրքրված են բնակարան գնելով։ Առաջի շենքը, որ եկել եմ նայում, գտնվում է Ավանում, ընկերներից խորհուրդով եմ եկել, ասում են, որ բաց տեսարան ունի, համ էլ բարձրադիր վայրում է, ստեղ էլ օդը ոնց հասկանում եմ մաքուր է։ Այս շենքի լավը այն է, որ ավարտականը մի քանի օրից տալիս են։ Կառուցապատողը որոշել է շենքը սարքի, նոր վաճառքի հանի, որ մարդը գա փաստացի տեսնի ինչ է առնում։ Ապա շատ լավ է, շատ հավես է։ Ստացվում է, այսի կուխնին է, այսի զալն է, այն էլ 2 սպալնի է։ Այսի բաղնիկ զուգարան կլինի։ Մինուսներից մեկը այն է, որ այս պատուհանը ննջասենյակի նայում է դիմացի տանը։ Մինուս։ Բայց պետք է նաև ասենք, որ այս ապակին հյուրասենյակի նայում է Հատիս Սարին, իսկ այս մեկը նայում է Արարատին։ Համարյա բոլոր բնակարանները ազատ են։ Լայն ընտրություն ունենք, 58-ից մինչև 113 քառակուսի տներ կան, կարա գաք դուք էլ նայեք, այս շենքը պրեմիում դասին համապատասխան տերմոալյումինե պատուհաններ ունի, համ էլ նոր զարգացող թաղամասա, բուսաբանական այգին մոտնա, բանկապարտեզը կողքը սարքում են, ես էլ որպես Սևանի սիրահար ստեղից առանց խցանում կգամ, հլը տեսեք ինչ սիրուն տեսարանա ու քաղաքը ոնց է ափիտ մեջ երևում։ Առանց խցանում էլ 10 րոպեում կհասնես կենտրոն, ստեղ լինելու է կանաչապատ տարածք, սպորտ հրապարակ, շուտով շենքը ունենալու է այսպիսի տեսք։ Քանի ավտոյի համար է նախատեսված, մինչև 40 մեքենայի համար կա ավտոկայանատեղի։ Ստեղով էլ հետագայում նստելու եք լիֆտը ու բարձնակ վերև։ Հազիել է։ Իսկ այս հատվածը ծառայելու է որպես ապաստարան բնակիչների ապահովության համար։ Դզեց։ Գնումն էլ կարա լինի կանխիկ հիպոթեք և տարաժամկետ։ Ֆուտբոլի ֆեդերացիան է, կարելի է ստեից ֆուտբոլ նայել։ Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը այս շենքի վերաբերյալ, մանրամասների դեպքում ևս կարող եք գրել, իսկ ես գնամ տենամ, թե որտեղ եմ բնակարան գնում։ Վսա։ Արդեն բանա, ներսի ու դրոնի թեման է։ Վսա, դրոն տվոյ վիխդ։